Փետրվարի 6-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ընդունեց գնդերեց քահանա-հայրերին, որոնց ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին։ Գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը ի նպաստ հայոց բանակում հոգևոր, բարոյական, առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առհայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ, հորդորելով քահանա-հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։ Ամբողջ կազմով եկանք վեհապարի հայրական օրհնությունը ստանալու, նաև իր քաջալերանքին արժանանալու, նաև ասելով, որ մենք անկախ նրանից, որ այս հանգամանքը կար կիսապարտադրանքի չեզոք մնալու, մենք հոգով սրտով մայրաթորի կողքին ենք եւ եկեղեցին բազում փորձություններ է հաղթահարել տարբեր ժամանակաշրջաններում, սա էլ կանցնի։ Տեսնելով նաև իրեն ամուր կորովի, դրանով նաև մենք ենք ողջևորվում, վստահ որ իսկապես փորձություն է եւ կանցնի եւ հայրական իր լուսավոր ժպիտը, ջերմ ժպիտը եւս քաջալերանք է մեզ համար, խոսքերից առավել։ Միևնույնն է, ես միշտ այս բանն եմ ասել, որ ինձ համար էական չէ, թե որտեղ կլինեմ, եւ որտեղից կծառայեմ իմ եկեղեցուն կամ իմ ժողովրդին։ Ամեն դեպքում մենք ստացանք նոր նշանակումներ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում եւ երախտապարտ եմ վեհապարորը, որ Մովսես Հայր Սուրբի հետ անցնելով այսպիսի դժվարին ճանապարհ արժանացանք նաև այսպիսի գնահատականների։